Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում երկօրյա աշխատաժողովը կազմակերպել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցընկերությունը եւ Volt DAB միջազգային կազմակերպությունը։ Նպատակն է քննարկել թվային ռադիոհեռարձակման, մասնավորապես DAB+ ստանդարտի ներդրման հնարավորությունը, ներկայացնել ոլորտի միջազգային լավագույն փորձը եւ նախանշել թվային ռադիոյի ներդրման համար անհրաժեշտ ուղղություններն ու գործողությունների հաջորդականությունը։ Թվային տեխնոլոգիաներն օրեցօր առավել կիրառելի են դառնում մեր առօրյայում եւ այդ համակարգի բաղկացուցիչ մաս է հանդիսանում թվային ռադիոն, նշել է նախարարի տեղակալը։ Տվյալ բառակայում DAB+ տեխնոլոգիան։ Ինչով է այն մեզ համար կարևոր եւ ինչպիսի տարբերություններ ունի FM ռադիոհաճախականային դրույթի տրամադրած հնարավորությունների համեմատ։ Այն հարևան պետություններից պատահական կերպով ռադիոլոգների ներթափանցման բացառումից, մեկ հաճախականությունում մեկից ավելի ռադիոկայանների հեռարձակումից սկսած ավարտած մինչև 80% էներգախնայողությամբ եւ տարբեր այլ նաև առավելություններ է տրամադրում։ Այսօրվա համաժողովի քննարկման առարկան, ինչպես նաև մեր նախարարության Փակ բաժնետիրական ընկերության առջև դրված խնդիրն է հասկանալու արդյոք հնարավոր է պիլոտային տարբերակով Երևան-Գյումրի M1 ավտոմայրուղում ներդնել տվյալ համակարգը։ Հայաստանում այս պահին մոտ 30 ռադիոընկերություն կա, որոնցից միայն 4-ն ունի հանրապետական սփռման լիցենզիա։ Դրանցից 21-ը միայն Երևանի եւ Արարատյան դաշտավայրի տարածքում են։ Միայն հանրային ռադիոն է հեռարձակվում ամբողջ հանրապետությունում։ Սա հարթակ է, որը շատ ավելի լայն հնարավորություններ է ընձեռելու մեր հասարակությանը, սկսած անվտանգային համակարգից վերջացրած իրազեկման ֆունկցիաներով, շեշտել է Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի գլխավոր տնօրենը։ Երևանում ցանցը ամբողջովին գրեթե հագեցած է։ Մինչդեռ մենք մարզերում բավականին մեծ ազատ հաճախականություններ ունենք եւ ցանկալի կլներ, որ ստեղծվեր այնպիսի համակարգ, որ մարզային հաճախականություններն էլ հագեցած լիներ եւ թվային ռադիոյի շնորհիվ այդ ամեն ինչը հնարավոր կդառնա։ Ռադիոյին անհրաժեշտ է թվային ապագա պատշաճ կերպով մրցակցելու խոշոր տեխնոլոգիական հսկաների հետ։ DAB+ թվային ռադիոն ավելի շատ ընտրություն է ապահովում լսողների համար, առավելություններ հեռարձակողների եւ օգուտներ ամբողջ հասարակության համար, նշում է Volt DAB-ի կոմունիկացիաների մենեջերը։ Հայաստանը պատրաստ է թվային ռադիոյին, մեզ անհրաժեշտ է շատ հստակ ծրագիր, որը թույլ կտա մարդկանց վստահորեն պլանավորել եւ հասկանալ, թե ինչ է թվային ռադիոն։ Համոզվելու համար, որ կան ընդունիչներ թե տանը, թե մեքենայում եւ որ հեռարձակողները պատրաստ են նաեւ գործարկել նոր ռադիոկայաններ, որոնք մարդկանց ավելի շատ ընտրություն կտան եւ որ հասարակությունը պատրաստ է եւ պատրաստված թվային ռադիոյին։ Անհրաժեշտ է, որ բոլորը միավորվեն աջակցելու համար, լինի դա կառավարությունը, կարգավորող մարմինները, հեռարձակողները, բոլորը պետք է գործակցեն եւ համոզվեն, որ կա թվային ռադիոյի մատակարարման հստակ ծրագիր։ Պետք է գործակցություն լինի բոլոր կողմերի միջև, ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Հայաստանը չի կարող ներդնել թվային ռադիո։ Այն ունի հասանելի սպեկտր, ուստի կարծում եմ, որ դա լավ հնարավորություն է։ Թվային ռադիոն նաև հզոր ազդարարման համակարգի հնարավորություն է տալու եւ որևէ բնակլիմայական աղետի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում իրազեկման հնարավորությունը զգալիորեն մեծ է, շեշտում է Նարեկ Ադամյանը։ Կարծում եմ եւ պետության եւ մասնավոր ռադիոների ուշադրությունը պիտի ներգրավենք, որովհետեւ բոլորը պիտի հասկանան, որ նախ եւ առաջ մենք անվտանգային հարց ենք լուծում։ Անվտանգությունը պիտի լինի բոլորի համար պրիորիտետ։ Եվ երկրորդը չպիտի մոռանանք, որ մենք թվային ռադիոյի իմպլեմենտացիոն ծրագիր, այսինքն սա պիլոտային ծրագիր է Երևան եւ Գյումրի ավտոճանապարհատվածին, որովհետեւ ցավոք սրտի այնպես է ստացվել, որ նախկինում ենթակառուցվածքների մշակման եւ նախագծման աշխատանքներում նախատեսվել են միայն բնակավայրերը։ Ավտոճանապարհները դուրս են մնացել այդ նախագծման աշխատանքներից։ Թվային ռադիոյի միջոցով մենք նաև լուծում ենք այս խնդիրը։ Սա իր հերթին նշանակում է, որ ռադիոընկերությունները հնարավորություն կունենան ավելի լայն սփռման, հետևաբար ավելի մեծ եկամուտներ կարող են ստանալ։ Սրան զուգահեռ FM-ը շարունակելու է գործել եւ տարիների ընթացքում հնարավորություն կունենան համեմատելու, թե որ գործիքն է արդյունավետ։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։